Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ, ինչպես ես խոստացել էի, որ պետք է խոսամ մոլորությունների մասին, կարևոր բաներ եք ասեմ, շատ չեմ ուզում խորանամ Աստվածաշնչից, նայեք կապույտ երկինք, ձույն, շատ սիրուն է, թող Աստված օրհնի աշխարհը, ես ցանկանում եմ աշխարհին խաղաղություն, չեմ ուզում ոչ մի երկրում պատերազմ լինի, ոչ մի ցավ հիվանդություն չլինի, ցանկանում եմ բոլորիս խաղաղ կապույտ երկինք, թող Աստված օրհնի մեզ, սեր տա, խաղաղություն տա, երջանկություն։ Ուղղակի մի քանի կարճ խոսքեր եմ ուզում ասեմ, որ տեսնում եմ աշխարհում թե ինչ է կատարում, շատ մոլորություններ կան, շատերը կոնկրետ ասում են Հիսուսը գալու է այս օրը, այս ժամին, մարդկանց մոլորացնում են, մարդիկ հավատում են, տունը ծախում են, ունեցվածքը հետևում են առանց իմանալու ճշմարտությունը, որովհետև Հիսուսը իր աշակերտների հետ, երբ որ Հիսուսը իր աշակերտների հետ էր, աշակերտները հարցրին հայր, երբ կգա քո գալը, ասեց ես չգիտեմ, հայրը գիտի, որովհետև Աստված թույլ չի տվել, որ իմանա, որովհետև ժամը, օրը մենակ Աստված գիտի, ոչ հրեշտակները գիտեն, ոչ Հիսուսը, բայց Հիսուսը մի քանի կարևոր բաներ ասեց, ասավ նայեք, եթե թզենին ծախի, եթե նշաններ կլինեն եւ այլն, Մատթեոս 24-րդ գլխի մեջ, եթե կարդաք Աստվածաշնչը, այնտեղ շեշտում է, որ պետք է լինեն սովերը, երկրաշարժներ, պատերազմներ եւ այլ, ամեն դարերում եղել է, բայց եղել է այսպիսի զարգացում, այսպիսի մարգարեություններ կան, որ շատ արդեն վերջի մարգարեական խոսքերն են։ Ես չգիտեմ Աստծո գործերը անքննելի է, մենք չենք կարող հասկանալ Աստծո գործերը։ Մենք Աստծո որդիներ ենք, իր Սուրբ Հոգով լցված, խոսում ենք Աստծո խոսքը, ճշմարտությունն ենք ասում, ինչ որ Աստված առաջնորդում է մեզ, մենք խոսում ենք, բայց ես ուզում եմ ասեմ, որ կան եկեղեցիներ, որ աշխարհում սխալ բաներ են քարոզում, ասում են, որ մեղքը պետք չի քարոզել, շատ սխալ դավանանքներ են տալիս, օրինակ վերջերս YouTube-ով լսեցի, որ եկեղեցում եղել է, որ ընդհանուր եկեղեցու ժողով ա եղել, ինչ որ մի հատ քույրիկ, չգիտեմ դա քույրիկ ա եղել, թե ով ա եղել, Սուրբ Գիրքը ճղել ա, կամ շատ ժամանակ պաշտամունքների ժամանակ շոու են կազմակերպում, Սուրբ Գիրքը շպրտում են, ծաղրում են, հենց գիտեն դա ճիշտ է, եւ սխալ վարդապետություններ են սովորացնում մարդկանց։ Մի խոսքով ես ուղղակի ուզեցի, որ մի քիչ գիտեմ, որ դուք էլ շատ արթուն եք, շատ փառք Աստծո, որ այսօր հնարավորություն կա, շատ կան լավ քարոզիչներ, լավ մարդիկ, որ ճշմարտության խոսքը ըստ Աստվածաշնչի մեկնաբանում են, որովհետև մենք ովքեր ինչ որ խոսում են, մենք նայում ենք ըստ Սուրբ Գրքի, եթե համապատասխանում է Հիսուս Քրիստոսի խոսքին, դա ճշմարիտ խոսք է, բայց ոչ մեկը ժամանակ չի ասել այսօրը այս ժամին, վերջի օրերում ասում է, որ Աստված, որ պետքա մարգարյանա, երազներ տեսնեն, լինելու է այդ բաները, բայց կարող է անօրենը տարբեր տեսակ լույսի հրեշտակի կերպարանքով ինքը վերջի օրերում մոլորացնի բոլորիս, շփոթացնի, որովհետև ինքը տեսնում է, որ մարդիկ ուզում են ավելի հավատքի մեջ լինեն, դրա համար վերջի օրերում ինքը ոնց ասեմ, պետք է կատաղի, էլի, թույլ չի տալու, որ մարդիկ շատ ճշմարտությունը իմանան, ինչպես գիտեք, նա չի սիրում Աստծուն, նա չի ուզում, որ մարդիկ ճանաչեն Աստծուն, փրկվեն, աշխարհում լինի խաղաղություն, սեր, ուղղակի ես այսքանն էի ուզում ասել, որ շատ արթուն լինենք, կարդանք Սուրբ Գիրք, հավատանք Աստծուն, գնանք եկեղեցի, աղոթող միշտ լինենք, իմացեք, որ աղոթքը մեծ զորություն ունի, աղոթքը Աստծո ձեռքն է, աղոթքի միջոցով դու շատ հզոր բաներ կարաս անես, աղոթքի միջոցով նախ կարաս ապաշխարես, փրկվես, մոտենաս Աստծուն, աղոթքով դու կարող ես նույնիսկ Աստված կարող է քո աղոթքով քո կյանքը փոխել, ընտանիքիդ, քո գործերդ, պետությունդ, երկիրը, խաղաղություն տա, նույնիսկ եղել է պատմություն, որ Աստված աղոթքի միջոցով շատ հզոր բաներ ա արել, փոխել է շատ բաներ, լավ բաներ ա փոխել, որ օրինակ Աստված օգնել է եւ ասել այլևս ջրհեղեղ չի լինի Նոյից հետո, ուղղակի այդ ուխտը դա նշան է, որ մարդիկ մեղք են, եղել է տարիներ, եղել է ժամանակներ, որ Աստված իր խոսքի հետև կանգնած է, մի սիրելիներս, ուղղակի մենք պետք է շատ կարդանք Աստծո խոսք, մոտիկ լինենք Աստծո, լինենք Աստծո զավակ, եթե մենք
չապաշխարենք, չմոտենանք Աստծուն եւ Աստծո հոգին չբնակվի մեր մեջ, մենք չենք ունեն Աստծո միտքը, որտեվ Աստծո խոսքը ասում է, ես տալիս եմ ձեր միտքը Սուրբ Հոգով եւ Սուրբ Հոգին է ձեզ ճշմարտությունը սովորեցնողը հավատքի իմաստությամբ, գիտությամբ Աստծո խոսքի միջոցով։ Սիրելիներս, այսքանն եմ ուզում ասել, շատ շնորհակալ եմ, որ դիտում եք, նայում եք, բաժանորդագրվեք, Աստված օրհնի ձեզ, սիրում եմ ձեզ, աղոթում եմ ձեզ համար եւ ցանկանում եմ, որ բոլորս այս տարի լինենք խաղաղ, երջանիկ, բոլորի երազանքները կատարվի, բոլորս ինչ երազանք ունենք կատարվի, խաղաղություն լինի բոլոր աշխարհին, հիվանդությունները վերանան, մի խոսքով լինենք արթուն, հավատքի մեջ կարդանք Սուրբ Գիրքը եւ շատ մոլորությունողներ տեն գա, տենաս Հիսուս այստեղ է, հրաշքներ պետքա լինի։ Չեմ ասում, կան եկեղեցիները, որ Աստծո ճշմարիտ խոսքի մեջ է։ Հիսուսը մենակ ես կասեմ, որ ինչպես ճանաչենք չարի եւ ճշմարտության հոգին, Աստծո հայտնություն առաջի Հովանու ավետարանի մեջ ասում է, ով որ երրորդությունը մեկ չի ընդունա, նեռի հոգին է։ Եվ ով որ Աստծո խոսքը չի ընդունում, եւ Հիսուսին մարմնով եկած չի ընդունում, նա Աստծուն չի պատկանում, բայց Աստված բոլորին հնարավորություն է տալի, չի նայում քո մեղքերը, նա բոլորին սիրում է, ինչ ազգոզում մեզ լինի, ինչ մեղ գործածը լինես, Աստված քեզ սպասում է, սիրում է քեզ, ուզում է, որ դու իրան ճանաչես, բնակվի քո մեջ, ճանաչես իր սերը, իր ողորմությունը եւ քեզ օրհնի եւ երջանկություն տա։ Եվ կարևորը Հիսուս, որ խաչվեց արյուն թափեց, պատահական չեղավ, որովհետեւ Հիսուսը եկավ, որ ինձ ու քեզ կյանք տա, էլ ավելին տա, որտեվ Հիսուս հաղթեց մահին, ցավին, հաղթեց ամեն իշխանություն իրան է տված երկնքում, երկրի վրա, եւ յուրաքանչյուրիս համար ինքը հոգ է տանում, մտածում է բոլորիս համար, անուններով գիտի, մեզ ճանաչում է եւ ուզում է, որ մենք էլ լինենք իր դուստրերը, որդիները, որ մեզ օրհնի, պահի։ Տեն ասում է Եսայի մարգարեի մեջ ասում է, եթե բոլոր ազգերը դիե դառնաք ինձ, ապաշխարեք ձեր մեղքերից, ապա ես ձեզ կօրհնեմ ձեր երկիրը, ձեր հողը, ձեր բերքը եւ ձեր կյանքը։ Թող Աստված թող օրհնություն լինի մեր կյանքերի մեջ, մեկս մեկից բարձրացնենք, սիրով լինենք, օրհնված լինենք ու միշտ լինենք բարի, աղոթող մեր ազգի, մեր ժողովրդի եւ ինչով կարողանանք մարդկանց օգտակար կլինենք ճշմարտության խոսքը ասելով, վկայելով, փրկելով մարդկանց ճշմարտության խոսքով փրկելով, որ մարդիկ ավելի մոտենան Աստծուն, ինչքան շատ մարդիկ փրկվեն, այնքան աշխարհը շուտ կբժշկվի, կնորոգվի եւ աշխարհը կփրկվի եւ Աստված կարող է իր միտքը փոխի եւ նոր կյանք տա եւ ավելի լավ զորություն տա։ Ստեսություն ձեզ, շատ շնորհակալ եմ ամեն ինչի